Երևու գրեխաներ բարեկազիկ ազոտդանում մեջ դերը պարապանին դեր օրդներու ուզենք հարմիրով սկսել խնդրեմ ոտքի ոտնգայց օրդյալ Եիսուս Քրիստոս ամեն Ինչպես որ գսե Էմանուել որ գսե ազոխոսկը որ ասված մեզ հետ է, արդյոք ասված քո հետ է։ Եկած եք հավատքով, եկած եք ալանգության, որպեսզի դերը մեծարենք եւ ուրախությամբ երգերով։ Ահա մենք ուրախ երգերով ցնցանք Տերոջ արժեվ եսենք բարի օ դերը, բարի է դերը հզոր է։ Ամեն, հալելույա։ Բայց մի մորնան որ ինքը հզոր մաշող գրավ է ասված։ Ասում հատկյա մեջ կրված է որ ինքը մաշող գրավ է մեզ կարող է զորացել իր հոգիով, իր զորության հոգիով։ Հատոն պարապանենք երկեք Իսուս Քրիստոս մաշող գրավ է։ Զորության հոգին է որ կա մեր մեջ կփոխվի դնորոք է մեր մտքերը, մեր կարողությունները։ Հավատքով ենք երկեք։ Ամեն։
Iisus Hristos ովեցան մի ամեն համար որպես մենք իր սեր ներկայացնենք մեր կյանքի մեջ։ Որ իր սիրով մեզի ուղղել, իր սիրով մեզի կասել սեր սիրել։ Հավատ ոչ թե որ խոսքով, հավատ գործով։ Ամառ հարաբանենք գրեցենք բրգիչը ովեցա, հաշվարկի վրա մեզ համար կամ անցվեցա։ իր անունը որ մեզ դվավ իր անունը որպես մենք նորոգվենք չմնանք ինչ-որ ենք, մնանք զորավոր, մնանք հույսով լեցված, մնանք իրեն, մեր ուղեց կնայինք Տիրոջը, որը Տերը մեր կարող է մեզ բժշկել։ Այսօր եկած են հավատքով, ալանկվան, որ լեցվենք հույսով։ Որքան Տիրոջ առջև Տերը մեզ սերիկ ունի, խոսերիկ ունի։ Որքան Տիրոջ առջև Տերը մեզի ուզե սովորեցնել, այն բաները, որ պետք է սովորենք։ Բայց այս եկին բարեկս է Տեր դու մեր հույսն ես, մեր ապավենն ես։ Դու որ մեզի կազ այն ժամանակ որ մենք թույլ ենք դգար ենք, բայց մեզ համար իր կյանքը դվա որպես մենք զորանանք իր մոտ։ Լեցվենք իր հոգիով։ Հալելույա։ Ամեն։ Come
քեզ փառաբերել, քեզ մեծարելու, արժանի ես փառքերի, արժանի ես մեծարանքի, արժանի ես մեծության ովդեր, քո նմանը չկա բոլոր երկրի վրա, փառաբանենք ասենք արժանի ես փառքերի, սուրբ է, զոր է, արժանի ես ամեն ձուկ միծերի, ամեն ձուկ թավալի որ դերը, մեծ է, դերը զոր է, և գալու է, արժանի ես փառքեր ուտնենք, դերը, մեջուրներով, դերը սրտով, պապատին տրամ, մեծարենք նրան, որ մեր կյանքերը պոտ է, մեր կյանքերը հեռաշուր չէ, Հալելույա, որտենք ու մեզարենք ուսուր բանտոդեր, որ կույնմանը չկա բոլ երկրի վրա դեր Իսուս, հատոնակ ամեն բանավար մեր յակի մենք շնորհակալ ենք որդեր շնորհ կողություն կանց քեզի որովհետև մեր լսեցի քուբար մարկիտամար դեր Իսուս նպատակից որ մենք անց կապու տաշտի մեջ գործելու հետ ծարայելու օրդյալ ես հալելույա Իսուսի անով այս ամեն հալելույա ամեն հալելույա ամեն Սուրբ է մեր Տերը, այսօր լսենք Աստծո խոսքերը եղբայր Աբրահամին, Թաշյանին, որ գարոդեր եք քեզ եղբայր Աբրահամ, որ բավականին չեք տեսել
դերոտնի մեն բանարաջ դերը սուրբ է հզոր է գրաբիան իքվայ ապրամուրը վեսիկա սրտա ինչ-որ դերը կորձ մեջ կյանքի մեջ տրամաց Իրոջը, երբի սնանով դիմանք խոսան, հետո եթե երկի համար ժամանակ շատ շնորհակալ եմ դրավերի համար, ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և նորից ձեզ հետ միասին կիսվել Աստծո խոսքով, վայելել Տիրոջ ներկայությունը, սիրելի քույրեր եղբայրներ, շատ հարազատ եք դուք ինձ համար, ես կարոտում եմ ձեզ, իսկապես կարոտում եմ և ամեն անգամ երբ որ Վարդան եղբայրը կամ Աբու եղբայրը զանգում են և արդեն որ զանգ է գալիս, սիրտը սկսում է աշխատել և շատ ուրախ եմ, որ ձեզ հետ եմ միասին այսօր այս պաշտամունքին կիսվելու Աստծո խոսքը, սքանչելի խոսքը, փառավոր խոսքը, արարող խոսքը, Աստծո խոսքը արարում է։ Այն միայն խոսք չի, որ լսում ենք, փորձում ենք հասկանալ կամ ոչ։ Հասկանանք կամ ոչ, միևնույն է Աստծո խոսքը արարում է։ Նա կյանք ունի իր մեջ, ինչպես Պողոս Առաքյանն էր ասում, կենթանի է Աստծո խոսքը, օրգանիկ է, նա շոշափելիք է, նա ոչ միայն լսելիք է, նաև շոշափելիք, որովհետև Հովհաննեսը շատ գեղեցիկ ասում այդ խոսքը, և խոսքը մարմին դարձավ և բնակվեց մեր մեջ, և նրան պետք է դու շոշափես, հասկանաս, ունենաս, դաջվի, դաջվել, դիտեք ինչ, դաջվել, կնքվի մեր սրտի վրա, կնիքի պես, այն չի մոռացվում երբեք, նրա կյանքում, ում կյանքում, որ Աստծո խոսքը ոչ միայն լսելիք է, այլ նաև արարիչ, նա երբեք չի մոռանում այդ խոսքը, նա միշտ ունի այդ խոսքը, նա կրողն է այդ խոսքը, Աստված ասում է, ես իմ խոսքը պետքա դնեմ նրանց սրտի մեջ, ինչ գեղեցիկ խոսք է, չէ՞? Խոսքս պիտի դնեմ նրանց սրտի մեջ, մի ձևով կնքեմ, պեչատ ենք ասում, կնիքի պես պետքա դնեմ, պեչատ, գիտեք արդեն, Հայաստանում մանավանդ պեչատ, և այն ինչ որ կնքվում է մեր սրտի մեջ, այն երբեք չի մոռ, նա գրվում է մեր սրտի տախտակի վրա և նա չի ջնջվում, չի կարող ջնջվել, դա անհնար է, որ իսկ եթե կա խոսքը նա սկսում է արարել, անկախ քեզանից դու նկատում ես, որ կյանքիդ մեջ փոփոխություն է գալիս, մի օր արթնանում ես, նկատում ես, որ մի բան փոխվել է, դեպի լավը քո կյանքի մեջ, և այնքան ես ուրախանում, նախ շատ ուրախանում ես, երկրորդ բանը, որ շատ կարևոր է, հասկանում ես, որ դա քո ուժերով չէր, դա դու չէիր, որ կարող էիր անել, դա քո ուժերից վեր մի բան էր, մի գերբնական երևույթ, որ եկավ քո կյանքի մեջ և քո բնույթը փոխեց, քո տեսակը փոխեց, տրանսֆորմացիա ենթարկեց քեզ, մի նոր մարդ դարձրեց, ինչպես Պողոս ասում է, Քրիստոսի մեջ մենք նոր արարածներ ենք դառնում, և դա մեկ անգամ միա բան չի, մեկ անգամով չի, դա մեր կյանքի մեջ պրոցեսներ է, որ կատարվում է, ինչպես թիթերը սկզբից բանի մեջ է, չէ՞ ինչ են ասում այդ բոժոր, կոկոն, ինչ են ասում դրան, փակ, ինքը եթե բացես կփչանա, ինքը չի աշխատում, չէ, բանի մեջ այդ, ինչ են ասում դրան միան բար կար, և ինքը օտոմատիկ բացվում է, երբ որ հասունանում է, արդեն այդ բան իրան չի կարող պահել, և թռնում է, սկսում է թռնել, հոգևոր կյանքը այդպես է, երբ որ մենք փակված ենք մեր հին մարդով, կարելի ասել, ով ասեց հին մարդ,
Այո, եւ մի օր այդ հին մարդը չդիմացավ։ Շերանն է։ Պայթեց, Շերան, այո։ Պայթեց եւ նոր մարդը մեջից դուրս եկավ։ Ինչ գեղեցիկ է։ Ալելույա, փառք Տեր։ Բայց այսօրվա իմ թեման մի շատ հետաքրքիր խոսք է վերցրել մեր սուրբ գրքից։ Ուզում եմ մի քիչ դրա մասին այսօր խորհենք։ Այս թեման ես չեմ որոշել, որ լինի բարոյախրատական քարոզ կամ փորձենք այսօր չենք անում, այսօրվանից անենք դա։ Դրա մասին չի լինելու, բայց մեզ համար լուրջ մտածելու առիթ է տալիս այս խոսքերը։ Վերնագիրը այսպես է. Այոն թող լինի այո, ոչը թող լինի ոչ։ Սա մեզ սովորացնում է Հիսուսը։ Իսկ ինձ համար շատ կարևոր է այն ինչ որ Հիսուսն է սովորացնում, ուրեմն շատ լուրջ է եւ մեր կյանքի մեջ շատ լուրջ փոփոխություն կարող է բերել հոգեվոր մարդու կյանքում, որովհետեւ այոն մի ձևով գիտեք առաջին հայացքից կարծես թե պարզ դե Աբրահամ եղբայր այդ պարզ թեմա է ինչ մեզ բարդ թեմա դուր հա սենց ասած մի քիչ ուրիշ բանի մասին խոսա որ փշակավորենք հա սրսով անցնի մեր մարմնով մի քիչ լավ զգանք մեզ բայց իրականության մեջ չեք պատկերացնի որքան խորն է տանում այս խոսքերը այոն դե Աբրահամ եղբայր հա էլի ճիշտ ես ասում թող մեր այոն լինի այո, ոչը ոչ։ Իրոք, այդքան հեշտ է։ Մտածենք։ Այդքան շատ հեշտ է այոն այո լինի, ոչը ոչ։ Երբ որ խորը ինքնակրնության են գալիս եւ խորապես փորձում ենք հասկանալ այս ճշմարտությունը, մի ենթադրության եկայս, մի եզրակացության, Տեր Աստված, ինչքան հեռու եմ ես այս կարևոր գործից, այս կարևոր ուսուցումից, որ դու տվեցիր մեզ, այոն այո լինի, ոչը ոչ, ինչքան հաստատական իմաստ կա սրա մեջ, ինչքան պետք է մեր այոն ճիշտ այո լինի և ոչը ոչ, ինչքան պետք է մեր այոն ոչ չդառնա և ոչը այո չդառնա, ինչքան պետք է վստահ լինեմ ես, շատ վստահ պետք է լինեմ ես, արդյոք իմ այոն ճիշտ այո է, կամ ոչը ճիշտ ոչ է, հարցեր են, եկեք այսպես սկսենք հարցերով, որքան ես վստահ, որ քո այոն ճիշտ էր, կամ ոչդ ոչ, տեսեք Հիսուսը հետաքրքիր սկիզբ է տալիս այս թեմային, դա գրված է Մատթեոս Առաքյան, Առաքյան է դա է, Մատթեոս Ավետարանի 5-րդ գլխի 33-րդ խոսքում, դարձյալ լսել եք, որ ասվեցավ առաջիններին, սուտ երթում մի անիր, բայց Տիրոջը վճարիր քո երթումը, եթե երթումը սուտ էր, ուրեմն պետք է հարցերը լուծես Աստծո հետ, պետք է պատասխան տաս Աստծուն, կարծես թե դրա մասին է խոսում, այսինքն սուտ երթումը պատասխանատվություն է նաև իր մեջ գրում, ես երթում տվեցի, բայց սուտ դուրս եկա, ես այո ասեցի, չհավատացին, երթում տվեցի, քուրեր եղբայրներ, մեր Հայաստանում շատ է օգտագործում այդ երթում, հորս սարև ասեր, մերն եմ սա, երեխեքի սարև, դա հələ լավագույնն է, վատագույնն էլ հեսա կասեմ, մեր Բաքում շատ հաճախ տարին գոնե մեկ անգամ, կինս լավ գիտի կարեն են, մեղր են բերում ծախելու, մեղր, չգիտեմ, մի հատ տատիկ, օրինակի համար, Տեր Աստված, այդ ինչ բաներ է տալի, երթումներ, երեխեքի սարև, երեխեքից թաղեն թե սուտ եմ ասում, վերջը, էսի հալան մեղր է, բայց հաստատ սուտ է խոսում, արդեն են դինենք, մենք չենք առնա տեսներից, այդ ինչ երթումներ է ոտում գլխից բարձր, մի որ ասի տատիկ ջան, մեծ կինս էլի մի արա այդ բանը, այս մեղրը որ առնենք,
երթումներ ես տալի, բայց դու հասկանում ես ինչի տակ ես մտնում դու։ Մի արա, տատի ջան, մենք քեզնից պիտի սովորենք, ոչ թե հիմա կասկած, որովհետև պատահել է, որ արենք, սա շաքար է, արը մենք քարացել է շաքարա դարը, ու այդ երթումները որ հիշում ես, և գիտեք, երթումը, լավ, կարդամ հետո շարունակենք, հետաքրքիր է, չէ, կարևոր, մենք ես էլ հեռու չեմ սաս բաներից եղել, երբեմն երթումը կարող է շատ գրագետ ձևով տանք, հա? Տերը կենթանի է, որ ես ճիշտ եմ ասում, սա էլ է երթումը, նայեք ինչ ասում Հիսուսը, սուտ երթում մի անիր, բայց տիրոջը վճարիր քո երթմունքը, եթե ստեցիր, խնդիրում ես Աստծո հետ, բայց ես ասում եմ ձեզ, բնավ երթում մի անիր, ոչ երկնքով, որովհետև նա աթոռն է Աստծո, ոչ երկրով, որովհետև պատվանդան են նրա ոտքերի, և ոչ Երուսաղեմով, այս Երուսաղեմով երթումը արդեն կրոնական երթումներն է, կրոնական քողի տակ, փորձում ենք համոզենք մարդկանց մեր սուտը, և դա շատ տարատեսակ է, հիմա չեմ ուզի անդրադառնամ մանրանամ այս հարցերի մեջ, բայց կրոնական երթումներ կա, օրինակ, Տեր ինձ ասեց, որ սա պետք է անեմ, սա էլ է երթում, սուտ երթում, աղբեր, եղբայրս, արա քեզով բռնech, ես ասում Տեր ինձ ասեց, որ ես ավատամ, որ ինչ լինի, որ ես ասեմ, ո, այս ինչ հոգևոր մարդ ես դու, Տերը քեզ ասել է ուրեմն, և այդպես լիքը բաներ կա, չեմ ուզում շատ մանրանամ դրան, ոչ Երուսաղեմը, որ քաղաքն է մեծ թագավորի, և ոչ քո գլխով երթում արա, որովհետև չես կարող մեկ մազ սպիտակ անել կամ սև, կամ ինքնագլուխ երթում, ինքնագլուխ երթում մի արա, չես կարա, միևնույնն է, չի լինելու, չես կարա մի բան պակասացնես կամ ավելացնես, ամեն բան Աստծո վերահսկողության տակ է, սա ներքին գիտակցություն է, քուրեր եղբայր, սա հոգևոր լուրջ արժեք է, որ մարդը գիտի, ճանաչում է Աստծուն և գիտի ինչ որ երթումներ, մանավանդ խոսքով որ անում է, մենք գուցե կարող ենք մարդկանց խաբել, գուցե կարող ենք ինչ-որ ձևով մեծ ջանք թափենք, որ համոզենք, որ ճիշտ ենք ասում, մարդիկ համոզվեն, բայց Աստված սրտերը քննող Աստված է։ Եվ 37-րդ խոսքը, որի վրա այսօր պետք է կանգնենք, շեշտ դնենք այս խոսքերի վրա, պարզ է, բայց շատ կարևոր է, քուրեր եղբայրներ, Հիսուս ասում է, բայց ձեր խոսքը կարևոր է, խոսքը դեր է խաղում, խոսքը ճակատագրական է, հիմա կասեմ, բայց ձեր խոսքը լինի այոն, այո, և ոչը ոչ, եթե սրանից ավելի ինչ-որ բան ենք փորձում, որ համոզենք, չարից է, վաու, այսինքն խոսքը պետք է կշիռ ունենա, այոն պետք է կշիռ ունենա, գիտեք սրանից, եթե մի 50 կամ 100 տարի առաջ գնանք, մեր հայրերը, պապերը, նրանց այոն այո էր, նրանք կարիք չունեին երթում անելու, և փոխադարձ վստահություն կար, նրանք երբ որ ասում էին այո, ուրեմն, համենայն դեպս բարոյական անկում այդքան չի ունեցել մարդ հարարածը, որքան հիմա, խոսքի առումով նաև, այոն շատ հեշտ կարող փոխվի ոչի, ոչը շատ հեշտ կարող է փոխվել այոյի, և մարդ ազդեցության տակ ընկնելով, այդ փոփոխություններով փորձում է կյանքի բալանսը պաշտպանի, որ մի քիչ ավելի լավ ապրի այս աշխարհում, բայց իրականության մեջ Հիսուսը մեզ սովորացնում է, որպես Աստծո որդիներ, որպես Աստծո բնույթը, Աստծո սերմը ունեցող, նոր մարդը, ներքին մարդը հասունացող այդ տեսակը, նա շատ լավ է հասկանում, որովհետև Աստծո բնույթը ինչ է, հենց Աստծո նման լինելն է, քուրեր եղբայրներ, Աստված երբեք իր այոն չի փոխել ոչի, և ոչը երբեք չի փոխվել այոյի, այոն եղել է այո,
ոչը եղել է ոչ։ Եվ այդ բնույթը ոչ թե մենք հիմա սովորելու ենք, որ գնանք մեր տները եւ սկսենք այո դարձնել ոչը ոչ։ Ոչ դրա մասին չի։ Ես խոսում եմ բնույթի մասին, տեսակի մասին։ Սա մի բան է, որ Աստծո խոսքը երբ որ գալիս է մեր կյանքի մեջ, մեր խոսքը կշիռ է ունենում, մեր խոսքը դառնում է արժեք մեր համար։ Ինչ որքան պահեր են եղել մեր կյանքում, որ մենք զղջացել ենք մեր այոյի համար։ Ես իզուր այդ այոն ասեցի։ Ես այդ այոն ասեցի եւ հիմա այս վիճակի մեջ եմ։ Ժամանակը չենք կարող հետ բերել, չենք կարող փոխել այդ այոն։ Նա վերջ, նա ի գործ արել արդեն։ Չգիտեմ լավ կամ վատ իմաստով, բայց շատ ենք զղջացել մենք, չէ՞։ Երանի կարողանայի ժամանակը հետ բերել եւ այդ ոչ ասել, ամեն բան ուրիշ ձեռ կլիներ։ Չգիտեմ, այսպեսի ասույթ կա, ասում են ուրիշ ազգերից, ասում են Երանի հայի վերջին խելքը մերը լիներ։ Այդպես են ասում։ Այսինքն մերը լիներ, այսինքն հայը վերջը գոնե հասկանում է, որ սխալ բան է ասել։ Գրել եւ բաներ։ Եվ այոն ոչը լուրջ ճակատագրական խնդիր է։ Երբեմն Նայք, մի ուրիշ հարց եմ ուզում, հետաքրքիր է, կարևոր է, թե չէ։ Քուրի եղբայրները շատերից ավելի երիտասարդ եմ, ընկալեք սա ոչ թե ես չեմ ուզում սովորացնել, ես ինքս էլ կարիք ունեմ սովորելու, ես ինքս էլ եմ այս թեմաների մեջ, այս կոնկրետ սխալվում մինչև հիմա։ Այնպես չի, որ ես գիտեմ ինչ որ ուզում եմ դաս տամ, ոչ, Աստված քավլիցի, ոչ մեկից լավը չեմ այստեղ գտնվողներից, քուրեր եղբայրներ, բայց սա մեզ ինձ էլ ձեզ հետ միասին լուրջ մտածելու առիթ է տալի։ Երբեմն մեր հարցեր են բարձրանում մեր կյանքում, որ մեր ներսը ոչ է, մենք գիտենք, որ դա ոչ է կամ այո է, բայց հակառակն ենք ասում։ Քո ներսը ոչ է, բայց դու այո ես ասում։ Ինչ դիվանագիտական է, չէ, դիվանագիտություն ես անում։ Ես մս ինչ-որ բան անդես, էլի, չնեղացնես կամ կեղծավոր ինչ-որ երևույթներ կա դրա մեջ, դու շատ լավ գիտես, որ դա այո է, բայց դու ոչ ասեցիր։ Եվ սա շատ լուրջ վատ հետևանքներ է երբեմն մեր կյանքում ունենում, կամ այոն ոչ, կամ ոչը այո։ Այսինքն սա գիտեք ինչ ա բերում մարդու կյանքում, ստրես, ներվային խանգարումներ, գուցե քո գործը ստացվեց այդ պահին, երբ որ դու ասեցիր այո, բայց ոչ էր ուզում, բայց քո ներսը, քանի որ համաձայն չէր, բախում ա տեղի ունենում, անհասկանալի ներվային համակարգը խանգարվում դրա պատճառով եւ քաոս է ստեղծվում։ Դու տխրում ես դրանից։ Սիրտդ նեղվում է։ Եղել է այնպես բան, թե չէ, իմ կյանքում եղել է, շատ անգամներ է եղել։ Սրանք բաներ են, որ մենք մարդիկ ենք եւ բոլորս շատ լավ հասկանում ենք, գիտենք ինչի մասին է խոսքը, մենք բոլորս անցնում ենք դրանով, մենք բոլորս այդ փորձությունով երբեմն անցնում ենք եւ գիտես, երբեմն դրան փորձություն են դառնում մեր համար։ Մեր կյանքում փորձություն են դառնում։ Հակոբոս ասում է, Աստված մեզ չար բանով չի փորձում, մենք մեր ցանկություններից դրդված ենք ընկնում տարբեր տեսակ փորձությունների մեջ, որովհետեւ երբեմն մեր ցանկություններն են մեզ ղեկավարում, իրադարձություն, պահի ազդեցությունն է մեզ ղեկավարում, պահի չհասկացա, ինչ արեցի, դե ասեցի ոչ, կամ ասեցի այո, պահի ազդեցության, եւ բերանիցս դուրս եկավ, եւ դա ղեկավարվում այդ տեսակը ոչ թե իր ներսի նոր մարդով, այն համակարգով, որը քեզ թույլ չի տալիս, որ պահի ազդեցության տակ դու այո կամ ոչ ասես, այլ զգացմունքային իմաստ ունի իր մեջ, մեր զգացմունքները ղեկավարում են մեզ երբեմն, բարկացած ենք, տրամադրություն չունենք, մենք ասում ենք ոչ, հարց տամ,
հարց տամ մի հատ, այդ որ դու ասեցի ոչ, վստահ ես, որ ճիշտ էր այդ ոչը։ Դու բարկացած է եղբայր ջան, բարկացա, ասեցի ոչ, այդ որ ուրախ լինեի, կասեի այո, նկատում եք, մեր ոչ իշքան մակերեսային է դառնում, խորքային իմաստ չունի իր մեջ, բացատրություն չունի, ինչու այո կամ ոչ, եղել է այտենց մի դեպք իմ կյանքում, ինչ-որ մեկ ինձ ասեց ոչ, և ես հասկացա, մի հարցով է դիմել, ասեցի, եղբայր ես ինչ բանը կարանք այսպես անենք, ասեց ոչ, որտե բարկացած էր այդ եղբայրը, ես շուրջ չեկա գնացի, ասեցի, եղբայր, բայց ինչի ոչ, Սուս մտածեց, չգիտեմ ասում, բարկացած է, ասեցի ոչ, եթե մեր երեխաներին ենք մենք ոչ ասում կամ այո, պահի ազդեցության տակ, երեխան զարմացած նայում է քո աչքերին, ուսում է հասկանա, ինչի ոչ, էլի, բացատրի ինձ, իսկ մենք այնքան հպարտ ենք երբեմն, որ չենք էլ ուզում բացատրեն, որովհետև տրամադրություն չունենք, կամ մեր ընտանիքների մեջ, սովորական մեր կյանքում, երբ որ օրինակ երեխային ասում ենք ոչ, ինքը սկսում է լացել, մանիպուլյացիա է անում, որ քո ոչը փոխի այոյի։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Երեխաները լավ գիտեն, այդ գաղտնիքը իրանք լավ գիտեն, որ ինչպես քո ոչը դարձնում են այոյի, իրանք այդ ձևեր ունեն։ Ոյ մամա, մեկ էլ մաման խառնվում է իրա, որովհետև իրա երեխան լացնում, ոյ բաբես կնել ես, այո, արի։ Եվ այստեղ տեղի անենում շատ վտանգավոր մի երևույթ, երբ որ երեխան հասկանում է, որ լացով կարելի է փոխել ոչը այոյի։ Եվ այդպես շարունակում է, ավելի է խորանում պրոբլեմը, բայց երբ որ երեխան գիտի, որ քո այոն այոյ է, և հիմք ունես դրանում, վստահ ես, որ ճիշտ ես ասում այոն, մի անգամ կլացի, երկու անգամ կլացի, էլ չի լացի, որտեղ գիտի, որ քո խոսքը, ոչ միայն երեխաները, այլ կին ամուսին հարաբերության մեջ։ Երբեմն մենք ամուսիններս ասում ենք ոչ, նորից տրամադրությունից, զգացմունքային հողի վրա, բայց մեր կինը հարց է տալի, ասում, բայց ինչի, ամուսին ջան։ Երբեմն այնքան հպարտ ենք, եղբայր, ես չգիտեմ, մենակ հայաստանցիներն են այդպես, թե չես։ Չենք էլ փորձում ենք, ասեցի ոչ, ուրեմն ոչը, հասկացած, որովհետև ես տան գլուխն եմ, այտենց եմ ուզում։ Չի լինում։ Ինչ են այսօր շատ ընտանիքներ քանդվում։ Միայն այդ այոյի և ոչի պատճառով հարաբերություններ են քանդվում, քուրեր եղբայրներ։ Ոչ միայն ընտանիքի, այլ եղբայրների միջև։ Որովհետև հպարտ մարդը ինքը լավ էլ զգում է, որ ճիշտ ասում էլի անանց այս մարդը։ Պիտի այո ասեի, բայց ոչ ասեցի, բայց ես այդքան չեմ նվաստանում նրա առաջ, որ այո ասեմ, իմ ոչը պիտի մինչև վերջ առաջ տանը։ Նկատում եք, ով չի անցած սրանով, ով տեղյակ չի սրան, բոլորս է տեղյակ են։ Ինչքան մեծ խոնարհություն է պահանջում, քուրեր եղբայրներ, մեզանից, այսօր ուշ դասա, եթե ես ասեմ, ես Աստծո որդի եմ, ուրեմն այս գործողությունը փոքրիկ է թվում, բայց ինքը շատ մեծ գործեր կարող ցույց տա, կշիռ ունենա խոսքդ, բայց քեզ դու կարիք չունես, եթե մարդկանց մոտ դու վստահություն ձեռք բերեցիր, որ դու այո և ոչ ասող ես, և քո այոն ճիշտ այոյ է, եթե այդ վստահությունը ձեռք բերեցիր, դու հոգևոր մարդ ես։ Դու հոգևոր ես, մարդիկ հասկանում են, որ կշիռ ունես։ Մի քիչ էլ առաջ գնանք։ Երկմտանքի մասին եմ ուզում խոսամ, որը ուղիղ կապ ունի այոյի և ոչի մեջ։ Տես ինչ ասում Հակոբոսը։ Հետաքրքիր է։ Լավ թեմա է։ Սիրեցինք այս թեման։ Գիտես, ես չեմ ուզում նորից ուզում կրկնեմ, ես չեմ ուզում, որ գնանք
ու փորձենք այոն եւ ոչը շտկել, չի լինելու, այդպես չի լինելու, չկա ձև շտկելու, քուրեր եղբայրներ, ոչ մի ձև չկա, ոնց ուզում ես արա, դա համակարգ է, դա սիստեմը պետք է ճիշտ հավաքված լինի մեր ներսը, դա հոգևոր արժեք է, հոգևոր արժե համակարգ ընկալում եք, չէ, որտեղ բարեր կա ասում, մեր Հայաստանում օգտագործում են, դուք էլ վստահ ընկալեք, հոգևոր արժե համակարգ է, երբ որ մարդու մեջ ձևավորվում է դա, եւ այդ արժե համակարգից է, որ մենք մեխանիկաբար, բարի իմաստով եմ ասում, մենք գիտենք ինչ ենք ասում, մենք մեխանիկաբար հասկանում ենք սա ոչ է, թե այո է, մեռնենք էլ, եթե մեզ սպանեն էլ, քուրեր եղբայրներ, մեր ոչը այո չի դառնում, այդ տեսակը դառնում Աստծո որդին, Սեդրակ Միսակ Աբեդնագովին, երբ որ տարան, երբ որ չխոնարհվեցին թագավորի կուռքի առաջ, հիշում եք ինչ ասեցին նրանք, կրակի հնոցն են իրանց սպասում, 100% հնոցն էին գցելու, բայց հետո քիչ բան ասեցին, լավ, եկեք այս տողերը կարդամ, հետո կանցնենք Հակոբոսին, ահա մեր Աստվածը, որին պաշտում ենք, սա ոչ է, գիտեք, չէ, ոչ, մենք չենք երկրպագում, սա էլ է ոչ, սպառնում էր մահը, բայց ոչը այո չդառավ, Հիսուսի անունով, նրանք գիտեն, որ և գիտեք ինչ են ասում, նայեք, ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, վստահ ենք, թույլ տվեք մի փոքր ավելացնեմ, որովհետև այստեղ հենց դա է ցույց տալի, մենք վստահ ենք, մենք գիտենք, որ նա կարող է մեզ ազատել, կրակով բորբոքված հնոցից և քո ձեռքիցն էլ կարող է մեզ ազատել, ով թագավոր, բայց եթե չազատի էլ, գժվելու բանը, ես ով եք դուք, տղեք, թույլ տվեք հայաստանցու լեզվով, ես ով եք դուք, ես ինչ եք անում դուք, մի ամբողջ ազգի դեմ ես, դու մի թագավորի դեմ ես էլ է, որը հզոր է, ես ինչ եք անում, դժվար չեք կարող հնարք փնտրել, օրինակյամը, դե լավ, եկեք ցույց տանք, որ խոնարհվում ենք, նայեք ինչ եմ ասում, կարևոր բան եմ ասում, եկեք ցույց տանք, որ խոնարհվում ենք, բայց մենք մեր մեջ հասկանում ենք, որ Աստծո առաջ ենք խոնարհվում, մեր կուռքի առաջ չենք խոնարհվում, լավ ծուր բան է, չէ, կարանք, չէ, տենց անենք, ես արել եմ, մի անգամ մի հատ անցանկալի մարդ զանգեց, խոստովանում եմ իմը, ես ձեր առաջ խոստովանում եմ իմ սխալը, մի հատ անցանկալի մարդ զանգեց, ու ես չէի ուզում իր հետ խոսել, բայց ստիպված էր վերցնելու այդ հեռախոսը, տվի մեկնումեկին տնեցիկից, ասի բանը, հելեմ դուրս, ասան տուն են չի, դուրս դա, դուրս է գնացել, սխալ բան ծուտ չէր, չէ, ես դուրս եմ, ինչ կապը մի օր եմ գնացել, բայց ծուր բան կա դրա մեջ, նայք, լավ խոստովանություն էր, կամ եկը, որ ստեղելի ուզում ատես բան խոստովան, նայք ինչ ասում Սողոմոնը, ասում է Աստված մարդուն ուղիղ ստեղծեց, բայց մարդը հնարքներ փնտրեց, նկատում ես հնարքները, այո, ոչի ես փոփոխական երևույթների մեջ մարդը փորձում է փոսելից դուրս գա, մի փոսից դուրս է գալի, ընկնում մի հատ ուրիշ փոսի մեջ, ավելի խորը փոսի մեջ, և այդպես կյանքը գոյատևում է, ինքը կյանքը չի ապրում, քուրեր եղբայրներ, սրա մեջ, այս ինչ որ հիմա խոսում ենք, կյանք կա, իսկական կյանք, այս տղեկ ապրում էին, չծռեցին, հնարք չփնտրեցին, նրանք ուղիղ էին, որովհետև Աստծո բնույթը իրանց մեջ էր,
Եթե չլիներ Աստծո բնույթը իրանց մեջ եւ չգործեր, Աստված չէր գա հնոցի մեջ իրանց հետ մանգար, փրկեր, անգամ ծխի հոտ դուրս չեկա։ Ինչի՞, որտեղ սկզբունքային էին, երկմտություն չունեին իրանց մեջ։ Հակոբոսը հետաքրքիր բան ասում է, կարդամ, ուզում եք կարդամ, դա բան է, չէ՞, կարդալ, սիրում եմ, շատ եմ սիրում խոսքը։ Հակոբոս 1:6-ից ընկավ, միայն թե թող հավատքով խնդրի առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված և տատանված ալիքներին։ Այդ մարդը թող չկարծե երբեք, որ Տիրոջից մի բան կառնե։ Այդ տեսակ մարդ է ծովի ալիքներով տատանվող, նույն երկմտությունը դա նույն իմաստ ունի, ինչ-որ այոն և ոչը խառնված է այդ մարդու կյանքում իրար։ Դու գիտեք, որ այոն և ոչը խառնված է իրար հետ։ Բարին և չարը խառնված է, լույսը և խավարը խառնված է։ Անհնար է զանազանել այոն և ոչը։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Այոն և ոչը անհնար է զանազանել։ Երբեմն եղել է քո կյանքիդ մեջ, որ չգիտես այո ասես, թե ոչ ասես։ Եղել է, իմ կյանքում շատ է։ Ես չգիտեմ, եղբայր, այո ասեմ, թե ոչ ասեմ։ Խառնվել եմ իրար։ Ինչ ասում, երկնիկ մարդը անհաստատ է։ Այս որ չգիտենք այոյա թե ոչա, այսա երկմտություն է, որը միշտ ձախողումի մեջ է մեզ մտցնում։ Մենք ձախողվում ենք, նորից ձախողվեցի, նորից խեղդվեցի, նորից չհաջողվեցի։ Ինչի, որովհետև զանազանության պրոբլեմ ունենք այոյի և ոչի, խոստովանենք, եկեք խոստովանենք։ Ես էլ երբեմն չգիտեմ, այո ասեմ, թե ոչ։ Եվ ինձ համար մեծ անհանգստություն է սա, լուրջ անհանգստություն է, որովհետև Աստծո խոսքը, ես հեսա նիտեղ կկարդամ, շատ հետաքրքիր բան է, խոսքը, Աստծո խոսքն է միակ միջոցը, ես ուզում եմ հատուկ ասեմ այս խոսքը, միակ միջոցը, որ մարդը կարող է զանազանել այոն ոչից, դա Աստծո խոսքն է, անում մարդու կյանքում, աշխարհում չկա սա, աշխարհը այսօր թաղված է այոյի և ոչի արանքում, ճզմվում է աշխարհը, չգիտեն ինչ անեն, ղեկավարներն են հանդիպում իրար հետ, մի օր այո են ասում, մի օր ոչ են ասում, մի օր այոն ու ոչը միասին են ասում, ինչ-որ բան են ուզում շտկեն, ավելի է քանդվում, խաղաղությունը կորում է, անհաջողության են մատնվում, նայեք հեռուստացույցով, նայեք, ով որ ղեկավարն է մինչև հիմա 100% հաջողություն գրանցել, չկա, որովհետև չկա այն խոսքը, որ կարող է շտկել, որ կարող է բաժանել իրարից այոն և ոչը և հստակեցնել քո կյանքիդ մեջ, հիմա դու պետք է այո ասես, թե ոչ։ Քուրեր եղբայրներ, մենք ամեն օր այս հարցի առաջ ենք կանգնում, ամեն առավոտը, որ բացվում է մեր կյանքում, մենք այոյի և ոչի հարցի առաջ ենք կանգնում, այդպես չի, դու ինչ գիտես, որ ինչ ակնկալիք է բերելու քո կյանքիդ մեջ, անկանխատեսելի ակնկալիք, և դու պետք է պատասխան տաս քո այոյով և ոչով, երբեմն սրտիդ մեջ դող ան գնում, կարող է ես սխալ եմ, կարող է ես ճիշտ չէի, որ այո ասեցի կամ ոչ, ինչ պետք է ասեմ, որպեսզի հաջողվի, կարողանամ այս փորձությունը տանել, հաղթահարել, բայց փառք Տիրոջը, որ մենք երգ ունենք, քուրեր եղբայրներ, մենք երգ ունենք, ես մի տեղ եմ ուզում կարդամ, Եբրայեցիս 4 գլուխ 12 խոսքից մինչև 13 խոսքը,
շատ սիրուն տողեր են սրանք։ Եվ որոշիչ են, սա որոշելու է։ Որովհետև Աստծո խոսքը կենդանի է և զորավոր։ Սրա մասին կարող եմ մի ժամ խոսալ։ Քուրեր եղբայրներ, մի քիչ ուզում եմ շատ եք դուք լսել Աստծո խոսքի մասին։ Եվ մենք երբեք պիտի չհոգնենք լսելուց։ Մենք պիտի սիրենք այս նախադասությունը, ինչը որ վերաբերվում Աստծո խոսքին։ Խոսքը Աստծո, դու գիտես, որ օրն է ստեղծում։ Աստծո խոսքը վաղվա համար հրաման ունի, որ արեգակը նորից դուրս գա։ Դու գիտես դրա մասին։ Արեգակը դուրս չի գա, եթե խոսքը կարճվի։ Նորից եմ ուզում ասեմ։ Եթե վաղվա այսօրվա խոսքը չփոխանցվի վաղվան եւ կարճվի, խոսքը, որ սկզբից ասեց լույս լինի։ Ես դրա մասին եմ խոսում։ Ես շատ ավել բան չեմ ասի, բայց միայն այդ խոսքը եւ այստեղ գրված խոսքը նույնն է, տարբերություն չկա, դրա համար ասում, ինքը կենդանի է եւ զորավոր։ 6000 տարի այդ խոսքը լույս լինին կրկնվում է։ Եվ եթե այսօր այդ խոսքը չփոխանցվի վաղվան, կարճվի, արեգակը դուրս չի գալու։ Դու նկատում ես ինչքան զորավոր է այդ խոսքը։ Եվ դրա մասին ասում Տերը, Պողոս առաքյալը, իհարկե Տիրոջ բերանով է խոսում, որովհետև Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր եւ ամեն երկսայրի սրից ավելի կտրուկ է։ Տեսեք ինչ ասում։ Եվ թափանցում է մինչև շնչի եւ ոգու եւ հոդվածների ծուծի բաժանվելը եւ քննում է սրտի մտքերը եւ խորհուրդները եւ չկա մի արարած աներևույթ նրա երեսից, բայց ամենն էլ մեկ եւ բաց է նրա առաջ, նրա աչքի առաջ, որի հետ է մեր բանը։ Ինչ է անում Աստծո խոսքը։ Ես հիշում եմ, որ ասացի, այոն եւ ոչը խառնված է իրար։ Դա ոնց որ վերցնես մի բուռ ցորեն եւ մի բուռ չէ, մի հատ բլղուր։ Բլղուրն ու ցորենը խառնես իրար։ Այոն եւ ոչը մի բուռ ցորեն է, մի բուռ է բլղուր է։ Որ մարդը չի կարում ջոգի։ Հիմա էսի այրա, թե ոչա, բան է գալիս։ Եվ Աստծո խոսքը ասում է, երբ որ գալիս է, նա սկսում է բաժանել։ Ինչ անում գիտես, անջատում է իրարից, հստակեցնում ամեն բան, հասկանալի է դարձնում, իմաստություն է տալիս քեզ, ողջախոհություն է տալիս քեզ, առողջ մտածելակերպ է տալիս քեզ։ Երբ որ Աստծո խոսքը գալիս է քո մեջ, դու պահի ազդեցության տակ չես պատասխանում։ Դու չես շտապում ասելու այո կամ ոչ։ Դու տրվում ես Սուրբ Հոգուն, դու տրվում ես խոսքին, որը քեզ մոտիվացնում է, որը քեզ ուղղորդում է, որը քեզ հուշում է։ Նայեք ինչ ասում Հիսուսը։ Եվ ես գնում եմ, բայց վխիթարիչը պիտի գա։ Տեսեք ինչ ասում։ Եվ նա ձեզ կսովորեցնի եւ կհիշեցնի։ Շատ սիրուն է։ Սա է Աստծո խոսքը։ Սա է անում Սուրբ Հոգին մեր կյանքում, որ սովորեցնում է մեզ։ Արժե համակարգը ձևավորում մեր մեջ եւ մեզ մոտիվացնում է ճիշտ պատասխան տալ ճիշտ պահին, ճիշտ խոսքը, ճիշտ այոն ասել։ Եվ եթե դու ունես Աստծո խոսքը եւ այդ Աստծո խոսքը քեզ հուշում է, հիշեցնում է, թե ինչ պետք է ասես, եւ եթե քո այոն ասում ես, այդ այոն չի փոխվի ոչի։ Եվ եթե դու այո ես ասում, դու հիմք ունես, որ ասում ես, հիմք, ասա հիմք։
ոչ թե որ տրամադրություն ունեիր կամ չէ, ոչ թե որ սիրում ես կամ չես սիրում, ոչ թե որ նախընտրում ես կամ չես նախընտրում, դրա հիմքի վրա չի քո այոն եւ ոչը, ոչ թե որ նա քեզ համար սիրելի է, նրան այո ես ասում, նա ոչ սիրելի է, դու նրան ոչ ես ասում, նկատում եք այս պարզանիտ, կեղծ, սութը նկատում եք դրա մեջ, հա? Բայց եթե դու ասում ես այո հենվելով Աստծո խոսքի վրա, որտեղ Աստծո խոսքը հուշում է քեզ, դու այնքան ես ներծծել նրան քո կյանքիդ մեջ, քո սրտի մեջ, այնքան ես լցվել նրանով, որ քո այոն նրանից է, դեք, միտեղ հիշեցի, հիմա չեմ հիշում, եթե օգնեք կկարդամ այդ տեղը, Տերը այսպիսի խոսք ասում, երբ որ ձեզ տանեն ատյանի առաջ, մի մտածեք և հոգել մի արեք, շատ եմ սիրում ես խոսքը, հոգ մի արեք, թե ինչ պիտի խոսեք, ինչ պատասխան պիտի տակ, հոգ մի արա, երբ որ դու հստակ գիտես, որ Աստծո խոսքը բաժանել է քո մեջ և հստակ տարանջատել է, այոն եկեք աչը ասեմ, որտեղ այոն լավ բան է։ Երբեմն ոչնել է լավ բան, բայց եկեք պայմանական այսպես ասեմ։ Խոսքը եկել է քո կյանքիդ մեջ, երկսայլի սրի պես կտարել է քո մեջ, բաժանել է այոն ոչից, լույսը խավարից, բարին չարից։ Նկատում եք ինչ ֆունկցիա է կատարում Աստծո խոսքը Սուրբ Հոգու միջոցով։ Եվ դու հստակ արդեն կարողանում ես զանազանել, դու գիտես այստեղ ոչ պետք ասես, և դու գիտես այստեղ այո պետք ասես։ Եվ հաջողությունը հենց դրա մեջ է։ Հաջողությունը դրա մեջ է, քուրել եղբայրեր։ Եվ այստեղ ինչ ասում։ Եվ քննում է սրտի մտքերը և խորհուրդները։ Դավիթը Սաղմոսի մեջ հետաքրքիր բան ասում է, քննիր ինձ, ով Աստված, արդյոք ես չար ճանապարհների մեջ եմ թե ոչ, արդյոք իմ այոն այոյա, կարող ենք ասել այսպես, միանշանակ, նույն իմաստուն, արդյոք իմ այոն ճիշտ էր, Տեր, հեչ այսպիսի մի կանցել է մեր մտքով, Տեր, արդյոք ես ճիշտ էր ես պատասխան, արդյոք քո Սուրբ Հոգուց էր, արդյոք այս պատասխան իմ այոն քեզ ուրախացրեց, ժպտացրեց քեզ, քո բնույթիցն է ես այոն, արդյոք ինձ ցույց տուր հասկանամ, Տեր, ես կարիք ունեմ, ես հիմա ձեզ ասում եմ, ես դրա կարիք ունեմ, քուրեր եղբայրներ, շատ կարիք ունեմ։ Հաջողությունը, առաջի Սաղմոս, չեմ կարա չգամ, չեմ կարա չհիշեմ առաջի Սաղմոսը։ Երանելի այն մարդը, դու գիտեք, ամբարիշտների խորհրդի մեջ, մեղավորների հետ ճամփա չի գնում, ծաղրանողի նստաստեղը չի նստում, այլ իր հաճույքը Աստծո օրենքի մեջ է և գիշեր ու ցերեկ նրա օրենքի վրա է մտածել։ Նա նման է ծառի, որ ջրի ճամփաներում է տնկված, նրա տերևը չի թառամում, նա պտուղ է տալիս ժամանակին և ինչ որ անում է, ինչ որ ասում է, ինչ որ դավանում է, ինչ որ վկայում է, նա հաջողվում է։ Դու գիտես, որ այոն և ոչն է վկայություն։ Դու գիտես, որ այոն և ոչն է դավանություն։ Այն ժամանակ, երբ որ ամբողջ աշխարհը ասում է ոչ, կամ այո էս կուռքին, լսեք, ամբողջ աշխարհը ասում է այո էս կուռքին, մենք երկրպագում ենք, որովհետև ինքը մեզ հաց ու ջուր է տալիս, մեզ խնամում է, մեր սառնարանները լիքն է, աշխատանք ունենք, խոնարհվում ենք, դու գիտեք, որ
Շատերի համար իր աշխատանքը Աստված է եւ կուռք է։ Այս աշխարհն այդ հիմքի վրա կառուցված։ Եվ նա այո է ասում այդ կուռքին, բայց կան մարդիկ, ովքեր հակառակ են գնում, նրանք հասկացել են, որն է այոն եւ որն է ոչը, եւ ոչ են ասում կուռքին, եւ այո են ասում Տիրոջը։ Խոնարհվում է Տիրոջ առաջ, եթե անգամ Աստված չազատի նրանց կրակից, նեղությունից, մահից, բայց նրանք վստահ են երկրպագում, վստահ են այո ասում Աստծուն։ Եվ Աստված այդ տեսակներին փրկել գիտի։ Գիտեք, այդտեղից է սկսվում մեր այոն, ճիշտ այոն եւ ոչը։ Մեր այոն եւ ոչը խոսում են մեր ընտրության մասին։ Ինչ որ դու ընտրում ես, ինչ որ մարդը ընտրում է, նա այդ համակարգից է այո եւ ոչ ասում։ Համակարգ։ Ասա համակարգ։ Աշխարհը իր համակարգ ունի։ Աշխարհիկ համակարգներ ունի իր մեջ այո եւ ոչ։ Եվ Աստված երկնքի արքայություն։ Մենք շատ գիտենք այդ խոսքերը, երկնքի արքայությունը, դա էլ է համակարգ։ Եվ այդտեղ էլ ունի իր այոն եւ ոչը։ Եթե մենք այո ենք ասել երկնքի արքայությանը, ուրեմն մեր այոն եւ ոչը պայմանավորված են այդ այոյով։ Եթե մենք այո ենք ասել աշխարհիկ համակարգին, մեր այոն եւ ոչը պայմանավորված են աշխարհիկ համակարգով, աշխարհիկ մտածելակերպով, աշխարհիկ ճաշակով։ Նկատում եք ինչքան կարևոր է սուրբ երեխաները եւ լրիվ տարբեր են երկնային արքայության այոն եւ ոչը եւ աշխարհիկ արքայության այոն եւ ոչը իրարից բաժանված են։ Այլևս Տիրոջ խոսքը սահման է գծել։ Սահման, ասա սահման։ Սահմանագիծ է գծում, բաժանարար սահման է գծում։ Աստծո խոսքը մարդու էության մեջ, բաժանարար սահման։ Եվ վերստին ծնունդ է տալիս, որը մեզ արդեն երկնային արքայության մտածելակերպով է ուղղորդում եւ մեր այոն եւ ոչը դրանով է պայմանավորված։ Ալելույա։ Մի հատ ուրախացել, ինչ ես մենք շանս ունենք, քուրել եղբայրներ, մենք շանս ունենք, մենք հնարավորություն ունենք, դա է հաղթությունը։ Երբ որ ասում ենք Քրիստոսով մենք հաղթություն ունենք, դա օդի մեջ մի բան չի, դա օդի մեջ մի բան չի։ Երբ որ սատանան փորձում էր Հիսուսին անապատի մեջ, Հիսուսը շատ լավ ոչ էր ասում նրան, ընդենց ոչ էր ասում, ոչու փուջ եղավ, պարտվեց, մեր ոչը չարին, պարտության է մատնում, մեր այոն չարին, պարտության պիտի մատնի, նա իշխանություն պիտի չունենա մեր վրա, մենք երբեմն գիտես ինչի խի ասում, Աստված նրա ձայնը չի լսում, նրա աղոթքները չի պատասխանում երկմիտ մարդու, որովհետև այոն եւ ոչը խառնված է։ Շատ հաճախ մեր աղոթներ կարծես տեղ չի հասնում, բայց Աստված մեզ ապաշխարության հնարավորություն է տալիս։ Այս խոսքը մեզ չի ընկճում, մեզ չի նվաստացնում, մեզ չի դատապարտում։ Այս խոսքը մեզ նորոգում է, այս խոսքը մեզ բարձրացնում է, այս խոսքը մեզ մտածել է տալիս եւ երանի նրանց ովքեր իրենց վկայության խոսքով հաղթում են չարին։ Հայտնության մեջ հենց դա է ասում։ Նրանք հաղթեցին չարին իրենց վկայության խոսքով։ Այո եւ ոչ։ Սա վկայության խոսքը։ Սա խոսում է քո պատկանելիության մասին։ Սա խոսում է քո երկնքից եղածի մասին։ Ամեն։ Սա է այսօրվա թեման։ Վստահ եմ, որ դաս առանք իզնից սկսած, ես է խոստովանեցի, ենքան լավ եմ ուզկում հիմա, հարդ իրոչ է սելի քուրել եղբայրներ, հարդ իրոչ իր խոսքի համար, դա արարում է, նա հիմա սահմանագիծ է գծում,
մեր ինքնության մեջ, թող որ գծի, թող որ բաժանի Տերը, չարը բարուց, այոն ոչից, ամեն, աղոթենք, եկեք մի քանի վարկյան ուղղակի մտածենք այս թեմայի շուրջ։ Տեր մենք հիմա մտածում ենք մեր կյանքը մեր առջև, աշկերի առջևով այսպես կարծես այս խոսքդ, փառավոր խոսքդ, մեր կյանքը մեր աչքի առաջ շարեց, տեսանք, ոչ միայն լսեցինք, այլ տեսանք։ Դու սիրում ես, երբ որ մենք լսում ենք, ու միևնույն ժամանակ տեսնում ենք, տեսանք, խոստովանում ենք, ուզում ենք, նախանձավոր ենք, խոնարհվում ենք, ապաշխարում ենք, փնտրում ենք, աղոթում ենք, որ քո խոսքդ մեզ համար կենսական նշանակություն ունենա, Տեր, ապրենք դրանով, ինչպես ասեցի, թող լույս լինի, այդ լույսը մեր մեջ թափանցի, Տեր, քո խոսքիդ համաձայն, եւ սրի պես թող մտնի մեր հոգու, ծուցկի, ոսկորների, հոդերի, ամենախորը սրտի անկյուններում ու բաժանարար գիծ դնի, Տեր, հասկանալի դարձնի մեզ, Տեր, քո երկնքի արքայությունից ենք ուզում լինենք, Տեր, քո երկնքից ենք ուզում լինենք, քո արժե համակարգը ուզում ենք ունենանք, հոգու պտուղն ենք ուզում ունենանք մեր մեջ, Տեր, որը զորավորը եւ հաղթում այս աշխարհին, Հայր, ուզում ենք հաղթական լինենք, Տեր, ուզում ենք մեր այոն եւ ոչը հաղթական լինի, Տեր Հիսուս, կշիռ ունենա, ավելին թող չլինի մեր կյանքում, Տեր, այո կամ ոչ, ուրիշ ոչինչ, Տեր, մենք ապացուցելու բան չունենք, մեր այոն արդեն ապացույց է, մենք երթվելու բան չունենք, մեր այոն արդեն ինքը ապացույց է, Տեր, եւ կշիռ ունի, այդ աստիճանի հոգեվոր մարդ ենք ուզում դառնանք, Տեր, դարձնում ես, Տեր, Հիսուսի անունով, ես աղոթում բոլոր քույր եղբայրներիս համար, Տեր, ովքեր վերցրեցին այս խոսքը իրենց համար, ովքեր որդեգրեցին այս խոսքը իրենց համար եւ վստահ քայլերով, երբ որ գնան իրենց տները, պետք է մտածեն, սիրեն քո խոսքդ եւ ունենան իրենց սրտի մեջ եւ Սուրբ Հոգին թող սովորեցնի եւ հիշեցնի քո խոսքը, Տեր, թող կարողություն ու զորություն տա մեզ Հիսուսի անունով, ամեն, Փառք Հալելույա։ Մենք 10 րոպե ունենք դեր, ինչ անենք, երգենք։ Շատ լավ, քույր եղբայրներ, Փառք Տիրոջը, լավ օրեր, շատ լավ օրեր։ Հիսուսը մեզնից առաջ գնալով այդ փորձությունները իր վրա կրեց, որի առաջ մարդիկ չոքել են։ 3 փորձություն անապատի մեջ, ով է հիշում։ Հացի խնդիր, սարսափելի բանը դա, հացի խնդիր, վաղին ինչ ենք ուտելու։ Մեր եղբայրներից մեկ հետ մի օր կուշտ հաց կերանք, մեկ ես եղբայրը սենց հարեց, Փառք Տիրոջ, Տերը մեզ այսօր է կերակրեց, մնաց վաղը։ Շատ սիրեց ես խոսքը։ Այդ հացի խնդրի առաջ ինչ հերոսներ են չոքել, կռացել են դրա առաջ, խոնարհվել են։ Երկրորդ փորձությունը ապահովություն։ Մարդը երբ որ հացի խնդիր ունի, ինքը ապահովության մասին չի մտածում։ Մենակ հացնի ու տես սովից չմեռնեմ։ Հենց լիքը հաց անենու նյութական պատիկն է, դրամ, հացը ինքը դրամ է իմաստը, դա է նա։
Մեկի երկրորդ բանը արդեն, որ այս դրաները պիտի պաշտպանեն, կապահովությունը մեզ պետք է։ Չէ՞, ոտդ քարի չզառնես անկած, ապահովություն։ Այդ բանն էլ է մարդը ձեր, այդ 3 բանի առաջ մարդիկ չոքել են։ Երրորդ բանը փառքը։ Հիմա հաց ունեմ, աղբեր, Պարիսներս կառուցել են, բանը, ծելախարանից էլ, ոնց են ասում, հայերենով, մարդիկ որոնք պաշտպանում են քեզ, ինչ են ասում։ Թիկնապահ։ Հիմա թիկնապահներն էլ ունեն, որ ինձ չկրտեն ու ես պիտի փառավորվեմ, ինձ պիտի տենան։ Նկատում եք, Հիսուսը հաղթեց դրան, հաղթեց դրան, ու այդ հաղթությունը մեզ ա տվել, Հիսուսը։ Այս երկը բոլորս գիտենք, ուզում ես երկենք, խոստացել են ինձ հետ լալամեն օր, ո գիտես երկը։ Այս է երկը կյանքի սորերը բոլոր։ Այսինք առաջին անգամ պետք է երկեմ այստեղ մի երգել կհասցնենք, չէ՞։
Սիրում եմ քեզ, Տեր, այսպես ար երկի վերնագիրը։ Շատ սիրուն եմ ձեզ գրկում եմ